Եվրոպական կառույցները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները թեև չեն արձագանքում, հայտարարություններ չեն տարածում, բայց ուշադիր հետևում են Հայաստանում խոսքի ազատության դեմ ոտնձգություններին։ Այդ շարքում են դիտարկվում եւ Առավոտ օրաթերթին իր տարածքից հանելը եւ ժուրնալիստների միության դեմ հարձակումները եւ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ հրապարակի եւ Իմնեմնիմի ոդքասթը վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի, անգամ Սամվել Կարապետյանի եւ Միքայել Աճապահյանի կալանավորումները։ ՔՊ-ում պաշտոնակռիվը սկսված է։ ՔՊ առանցքային ներկայացուցիչների հիմնական բանուգործը ներկուսակցական քարոզչությունն է, որ առաջիկայում սպասվող համաժողովի ժամանակ շարքային պատվիրակներից ձայն ստանան, ցուցակում բարձր տեղ զբաղեցնեն, հետևաբար նաև կարողանան հավակնել բարձր պաշտոնների։ Նախորդին սոցիալնախարար Արսեն Թորոսյանն էր Սյունիք այցելել, Մարզկենտրոն Կապանում կուսակցական հավաք էր կազմակերպել, հավաքը երեկոյան 7-ին էր։ Նախարարը Սյունիք էր մեկնել ավելի վաղ աշխատանքային ժամերին, բայց իր ֆեյսբուքյան էջում նախարարության ենթակայությամբ գործող որևէ հիմնարկ այցելության վերաբերյալ ինֆորմացիա չտեղադրվեց, ինչպես սովորաբար անում է։ Երեկ առավոտյան մի կարճ հայտնվեց Թորոսյանի ՖԲ էջում, որն արել էր Վայոց ձորի Արենի համայնքում։ Տեսանյութում նախարարն ասում էր, թե Սյունիքից վերադառնալիս որոշել է կանգնել եւ ցույց տալ 16 միլիոնանոց տների կառուցման իրենց ծրագրի ընթացքը։ Ավելի վաղ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանն էր Սյունիք գնացել, ԿՊԱ-ական մի խումբ պատգամավորներ էլ Տավուշ էին այցելել։ Իդեպ առաջիկա ընտրություններին ընդառաջ հատկապես անհանգիստ է Ալեն Սիմոնյանը, որի դիրքերը խարխլվել են։ Ռուբեն Ռուբինյանն ավելի լավ է քլնգում Փաշինյանի ընդդիմախոսներին եւ քանի որ Փաշինյանի մոտ առաջ գնալու միակ պայմանը դա է, նրա շանսերն այսօր ավելի բարձր են գնահատվում։ Վաղաշաբաթում տեղի ունեցած ընտրություններից հետո ՏԳ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը եւ նշանակված էր որպես թիվ 1 պատասխանատու, ըստ որոշ լուրերի պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։ Նա իրեն մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին։ Սակայն ՔՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդաթյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոն է ղեկավարում է թիմերը, մարզպետներին եւ գլխավոր ձայն բերողն է համարվում։ Պատահական չէ, որ համապետական ընտրությունների արդեն ձևավորված շտաբում Խուդաթյանին թիմերի պատասխանատու է նշանակել։ Խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց հետո նոր Խուդաթյանը կարող է ստանալ իր վարձքը նշանակվելով փոխվարչապետի պաշտոնում։ Բացրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցից Հայկական ժամանակի կայքից հեռացրել են Սամվել Կարապետյանի կալանքի մասին աղմկահարույց հրապարակումը։ Հիշեցնենք, նախորդին եւ դատարանը քննում էր կալանքը փոխելու միջնորդությունը երեկոյան 19-ից 20-ի միջակայքում ՀԺ-ն Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ վերնագրով լուր հրապարակեց, որն անմիջապես արտատպվեց այլ լրատվամիջոցներում։ Սակայն դատարանն իր վճիռը հրապարակեց դրանից մոտ 12-ից 14 ժամ անց։ Միջնորդության քննությունը միայն կեսգիշերն անց ավարտվեց, իսկ որոշումը հրապարակվեց հաջորդ կեսօրին։ Հրապարակման արձագանքեց նաև Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Այժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է հեռախոսային արդարադատություն։ Երեկ, երբ պաշտպանյալ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը դեռ ընթանում էր, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցն արդեն հրապարակեց կալանքը երկարաձգելու մասին վճիռը։ Այսօր դատարանը պաշտոնապես հաստատեց այդքան խորոշված դատավճիռը երկարաձգելով կալանքը եւս 2 ամսով։ Իդեպ միայն այս փաստը բավական է, որ հետագայում ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ որոշում կայացնի։ Մենք անցյալում մի առիթով գրել ենք, որ ժամանակին Փաշինյանը երբ որևէ պաշտոնյայի էր ազատում կամ նշանակում կամ կալանավորում էին որևէ անձի, հրահանգում է տեղեկատվություն առաջինը ՀԺ-ին տրամադրել։ Նա ոչ միայն ՀՀ ողջ կառավարությունն, այլև երկրի թիվ 1 նյուզմեյքերը։